Տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին, Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարի օր, ես եմ շնորհակալ։ Ծավալուն հարց եմ ուզում տալ, Երեկվանից չեն դադարում քննարկումները կապված նոր կենսաչափական անձնագրերի հետ կապված տեսքից սկսած, գույնից սկսած, փաստորեն կապույտները փոխարինվելու են կարմիր գույնով, խոր վիրապի ռակուրսն են խնդրահարույց համարում, ամեն դեպքում այնպիսի ռակուրս է ընտրվել, որ Արարատ լեռը չերևա, անձնագրերում մենք ունենք հետևյալ գրառումը, անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը, իսկ նոր անձնագրերում այդ տողերը փոխված են այսպես. այս անձնագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության կողմից եւ հանդիսանում է միջազգային ճամփորդական փաստաթուղթ, այն հաստատում է անձի ինքնությունը եւ իրավունք է տալիս ճամփորդելու, սա եւս խնդրահարույց են համարում, սա գնահատվում է թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու անթաքույց գործընթաց, այստեղ բերվում է նաև Ստեփանակերտում քանդված եկեղեցու վերաբերյալ Հայաստանի որևէ կերպ չարձագանքելը եւ այսպիսի քաղաքականության պայմաններում շատ նորմալ են համարում, որ ադրբեջանական օդանավը կարող է վայրէջք կատարել Զվարթնոցում, այստեղ բերելով ադրբեջանական պատվիրակությանը փոխվարչապետի գլխավորությամբ։ Հիմա ասել էի, որ ծավալուն հարց եմ տալու, հիմա Տիկին Ադամյան, դուք ինչ դիտանկյունից կանդրադառնաք թե այս փոփոխություններին, թե իրադարձությանը, ինչ կարող եք ասել։ Անկեղծ ասած, ես չհասկացա այդտեղ որտեղ էր հարցը, որովհետև դուք ինքան ընդարձակ նկարագրություն արեցիք։ Եթե ես պատասխանեմ Զվարթնոցում վայրեջք է կատարել Շահին Մուստաֆայևը, իսկ ինչու չպիտի կատարեր։ Եթե մենք այսպիսի քաղաքականություն չվարեինք, շատ լավ, դժվար է պատկերացնել, որ Մուստաֆայևը կգար Հայաստան։ Բացարձակապես Հայաստանի Հանրապետության վարած այդպիսի քաղաքականությունը չի, պատճառը, որ Շահին Մուստաֆայևը կամ որևէ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյա եկել է ու դեռ գալու է Հայաստան։ Գիտեք, եկեք հասկանանք, սկսենք անձնագրերից, որտեղ անձնագրերը իսկապես շատ կարևոր են։ Իսկ ինչու ենք մենք քննարկում այդ հարցերը, ոչ թե ասենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի սոսկ նշանակությունը, չէ՞ որ դրանք կենսաչափական անձնագրերն են, որոնք վիզաների ազատականացման հարցում են երկար տարիներ խոչընդոտ եղել, վիզաների ազատականացումը չենք սկսել, որովհետև Զվարթնոցում եղել են ռուս սահմանապահները, որովհետև մենք չենք ունեցել համապատասխան անձնագրեր։ Եկեք դնենք այդ ռակուրսը։ Հիմա մենք Զվարթնոցում հուսամ նաև սրանից հետո Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանին կձերբազատվենք ռուս սահմանապահներից, դա էլ է պահանջ, եւ անձնագրերն էլ կենսաչափական արդեն կլինեն այնպիսին, ինչպիսին ընդունված է ամբողջ Եվրամիությունում։ Եվրամիության ստանդարտներին համապատասխան, որը նաեւ այո ճամփորդությունների ժամանակ որոշակի արտոնություններ է տալիս։ Հիմա կա այնտեղ Արարատը, չկա այնտեղ Արարատը, գիտեք, եվրոպացու համար դա բացարձակապես միևնույն է։ Հայաստանցու համար դա իսկապես կարող է հարց լինել, բայց ինչ հարց։ Արարատը դրեց իր անձնագրումը, Արարատը սահմանից այս կողմ եկավ։ Չէ, բայց Արարատի լինելը չէր խանգարի, այսքան ժամանակ չի խանգարել, հիմա ինչու պետք է խանգարի։ Գիտեք, կենսաչափական անձնագրերի ունենալ-չունենալու հարցում ես չեմ կարծում, որ գլխավորը Արարատն է։ Գլխավորը այդ անձնագիրը ունենալն է Եվրամիության վիզաների ազատականացման սեպայի պահանջներին համապատասխան։ Մնացած բոլոր հարցերը գտնվում են քաղաքական հարթության մեջ։ Մնացած բոլոր հարցերը։ Եվ եկեք հասկանանք նաև, որ քաղաքական հարթության մեջ մենք այսօր ունենք շատ ավելի կարևոր խնդիր։ Ես օրինակ շատ ցավով իմացա Ստեփանակերտում մեր Ինչ ասեմ, Ստեփանակերտի մայր տաճարի ավերումը, որտեղ եղել եմ։ Ինձ համար իսկապես դա շատ մեծ ցավ էր։ Ես այն նույնով ակնկալում էի, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը որևէ ձևով այդ փաստին կանդրադառնա։ Հասկացանք, որ խաղաղության համաձայնագրում կետ կա, որ փոխադարձ ինչ որ հետ ենք
հրաժարվում ենք փոխադարձ հայցերից եւ այլ, բայց դա պատմամշակութային հուշարձան է։ Իսկ պատմամշակութային հուշարձանների պահպանությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության խնդիրն է, դրա համար կա ՅՈՒՆԵՍԿՕ, դրա համար կա համաշխարհային կազմակերպություններ, կան համաշխարհային կազմակերպություններ եւ դա հարց է, որ որին այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը պետք է անդրադառնար։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտի եկեղեցուն։ Եվ ոչ միայն Ստեփանակերտի եկեղեցուն, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության տարածքում գտնվող բոլոր պատմամշակութային հուշարձաններին, որոնք տարբեր ժամանակ տարբեր տեսակետներ են, տարբեր հաղորդումներ են հնչում, որոնք մաս-մաս կարծես թե վերածվում են աշխարհի երեսից։ Սա գլոբալ խնդիր է եւ այդ հարցը ես կարծում եմ, որ պետք է մշտապես լինի Հայաստանի Հանրապետության իշխանության եւ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում։ Շահին Մուստաֆաևի այցը, ես կարծում եմ շատ լավ է, որ Շահին Մուստաֆաևը եկել է Երևան, իսկապես լավ է, որովհետև Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի փոխվարչապետն է, սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի համանախագահը ադրբեջանական կողմից եւ ակնհայտորեն երբ Մուստաֆաևի պես պաշտոնյան գալիս է Հայաստան, նշանակում է ինչ-որ գործընթացներ սկսում են ակտիվանալ։ Ես օրինակ երբ իմացա, որ Մուստաֆաևի ինքնաթիռը վայրեջք է կատարել Զվարթնոցում, մտովի ինձ համար պայմանական օրակարգ ֆիքսեցի, թե ինչ հարցեր կարող է Մուստաֆաևը Հայաստանում, Երևանում քննարկել։ Եվ առաջինը բնականաբար մտքս եկավ տրիպը, որովհետև ադրբեջանական կողմից, եթե ադրբեջանական լրատվամիջոցները հետևել եք լրատվամիջոցներում քննարկումներին, ադրբեջանցիները այսպես պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տրիպից։ Հայաստանի Հանրապետությունում կան ագրեսիվ ուժեր, ռևանշիստ ուժեր, որոնք թույլ չեն տալու տրիպի հետագա շահագործումը, եթե իրենք իշխանության կան, ներկա իշխանությունն էլ լուրջ քայլեր չի ձեռնարկում։ Գուցե Մուստաֆաևը եկել է իսկապես այստեղ պարզելու, թե մենք մտադիր ենք այնուամենայնիվ այդ տրիպը կառուցել, թե տրիպի մեր բաժինն էլ պիտի իրենք կառուցեն, որովհետև իրենց տարածքում արդեն շատ ենթակառուցվածքներ պատրաստ են գործարկման։ Բնականաբար, եթե Մուստաֆաևը եկել է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի օրակարգում գտնվող հարցեր կարող են քննարկվել, այս ամենի համատեքստում բնականաբար անդրադարձ պետք է լինի պարտադիր հայ-թուրքական հարաբերություններին, որոնց գլխավոր խոչընդոտը ըստ էության, ինչպես Ալեն Սիմոնյանը Կոստանդնուպոլսում ասաց, Թուրքիան դարձել է Ադրբեջանի պատանդը։ Բնականաբար այդ խնդիրներին կանդրադառնան, չեն կարող չանդրադառնալ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո արդեն ստորագրմանը։ Եկեք հիշենք մայիսի 3-ին, 4-ին, 5-ին Հայաստանի Հանրապետությունում ինչ իրադարձություններ են լինելու եւ բնականաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրավերներ է ուղարկել թե Թուրքիա, թե Ադրբեջանից նախապես Բայրամովը ասաց, որ Ադրբեջանի նախագահը գրաֆիկից, բայց գուցե իրավիճակ է փոխվել։ Ինչ գիտեք։ Գուցե նաեւ այդ հարցն է վերաքննարկվում։ Չի բացառվում, որ նաեւ անդրադարձ լինի Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ես կարծում եմ, որ շատ լայն օրակարգ կա, շատ լայն օրակարգ կա։ Գերիների թեման չմոռանալով։ Գերիների թեման ես չեմ կարծում Մուստաֆաևի հետ քննարկվի, բայց եթե քննարկվի, հրաշալի կլինի, որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր օրակարգում այդ թեման ամենայն դեպս միջազգային որևէ կառույցում հանդիպում ունենալիս այդ հարցը բարձրացնում է։ Եվ այստեղ գերիների թեման բնականաբար Ադրբեջանը իր համար մի խաղակարդ միշտ պահելու է։ Եվ եթե նկատի ունենանք, որ մենք պահանջում ենք բոլոր գերիների վերադարձը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարության, ես կարծում եմ, որ դա Մուստաֆաևի մակարդակով լուծվող հարց չէ։ Դրա համար շատ ավելի բարձր մակարդակ է պետք, քան Ադրբեջանի փոխվարչապետը քննարկում կարող է լինի, բայց լուծում հաստատ այս հանդիպմանը դժվար տրվի։ Ինչ վերաբերում է գերիներին։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերություններին, տեսեք, որևէ մեկը կախարդական փայտիկ չունի ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում։
որևէ մեկը չի կարող ասել, որ լավ, հիմա պատերազմը ավարտվեց, պատերազմի ավարտի արդեն 6-րդ տարին է, մենք հիմա պետք է ամեն ինչ մոռանանք, մենք հիմա պետք է մոռանանք մեր ցավը, մեր կորուստները, մեր, չգիտեմ, կտրուկ փոխենք վերաբերմունքը։ Դա բացառվում է, այդպես հնարավոր չի։ Բայց մենք միաժամանակ նաև պետք է հասկանանք, որ մենք հարևաններ ենք։ Մենք հարևաններ ենք եւ մենք շարունակելու ենք միմյանց կողքին ապրել։ Եվ մեզ համար, քանի դեռ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը չի վերականգնվել, քանի դեռ Ադրբեջանի Հանրապետությունը հնարավորություններ ունի որևէ, ասեմ, չգիտեմ, որևէ հարցեր ցանկացածով լուծելով, որտեղ ինքը ավելի ուժեղ է, մենք պետք է շատ խելամիտ քաղաքականություն վարենք։ Եվ մենք պետք է փորձենք առևտրատնտեսական կապերի հաստատմամբ, մենք պետք է փորձենք միջազգային այն ուժերին, որոնց շահերը համընկնում են Հայաստանի հետ, օգտագործելով նրանց աջակցությունը, այսինքն մենք պետք է վարենք շատ ճկուն, շատ խելամիտ եւ համենայն դեպս Հայաստանի Հանրապետության շահերից բխող պրագմատիկ քաղաքականություն, որտեղ հույզերը ուզես չուզես 64-րդական պլան պետք է մղվեն, որտեղ այստեղ դրված է պետության գոյության հարցը։ Այդ հույզերի շրջանակում որ այդ ուղղությամբ, հույզերի կառավարման ուղղությամբ հիմնականում Հայաստանում իշխանությունը աշխատում է, հենց Հայաստանում է իշխանությունը աշխատում, որտեղ մենք կարող ենք նույն բանը ասել Ադրբեջանի մասին։ Ասել, որ այնտեղ պաշտոնական մակարդակով ամեն ինչ արվում է, որպեսզի հույզերը, մարդկանց հույզերը դրվեն մի կողմ, մարդկանց գիտակցության մեջ փոխվի հայի կերպարը, դուք մոռացաք մի շատ, ինչ ասեմ, կարևոր հանգամանք։ Այս պատերազմում հաղթել է Ադրբեջանը։ Հենց դրա համար եմ ասում, այսինքն եթե կա Եվ Ադրբեջանը փորձելու է իր հաղթանակից առավելագույնը պոկել։ Այ Ադրբեջանը հիմա ցույց է տալիս այն բոլոր քայլերը, որ մենք պետք է անեինք 94-ին, եւ մենք չենք արել 94-ին։ Այ Ադրբեջանը հիմա դա է ցույց տալիս։ Եկեք սա էլ հաշվի առնենք։ Եկեք սա հաշվի առնենք։ Մենք օրը մեջ Բաքվում թե էինք խմում, այստեղ մեր հայտարարությունների մակարդակով, բայց համենայն դեպս ազատագրված տարածքների վերաբնակեցման ոչ մի քայլ չէինք անում։ Հակառակ, դատարկում էինք Արցախը։ Դատարկում էինք Արցախը։ Թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձեռքով, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ձեռքով։ Համենայն դեպս բոլոր հակաքայլերը այն ժամանակ արվել են, որպեսզի Արցախը այսօր այս վիճակում հայտնվի։ Եկեք դա էլ հիշենք, եթե հիշում ենք Ադրբեջանում հիմա ինչ է կատարվում, իսկ ինչ էր կատարվում ժամանակին Հայաստանում։ Իսկ Հայաստանում մեր հաղթանակը արժևորվեց, մենք հասկացանք, որ հաղթել ենք։ Դա հասկացանք, փորձեցինք այդ հաղթանակից հնարավորինս պոկել։ Թե ընդամենը 98 թվին վերցեցինք, հայտարարեցինք, որ լրջանալու պահն էր, ոչ մի շանս չկա, ոչ մի ինչ չկա, ոչ մի ինչ չկա, Ղարաբաղը եղել է եւ մնալու է Ադրբեջանինը։ Դա չէր մեր քաղաքականությունը։ Դե եկեք էլ գնահատենք։ Եվ եղան նաև դրան կեղծ ընդդիմացողներ, որոնք իրենց գործողություններով փաստացին։ Գիտեք, կներեք, որ զայրացա, իսկապես, որովհետև դա ինձ համար չափազանց ցավոտ, չափազանց զգայուն հարց է։ Ես չեմ ուզում անվերջ այդ հարցի շուրջ մենք կենտրոնանանք, քանի դեռ մենք այնքան ուժեղ չենք, որ այդ հարցի մեր լուծումները կարողանանք առաջ մղել։ Սա է խնդիրը։ Խնդիրը սա է։ Ես ընկալում եւ կիսում եմ ձեր զայրույթը, Տիկին Ադամյան։ Ու ես շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի վերջին քայլերը ուղղված երկու երկրների տնտեսությունների եւ ժողովուրդների միջև կապերի վերականգնմանը, ըստ նրա ձևավորվում է նոր հարավային Կովկաս, որը փոխկապակցված եւ խաղաղ, որը համահունչ է նախագահ Թրամփի տարածաշրջանում կայունության եւ բարեկեցության հանձնառությանը։ Այս համատեքստում նա կարևոր իրադարձություն է համարել հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումը, որի շրջանակներում հայտարարվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ գործարկման հարցերով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելը։ Հիմա ստացվում է, որ ամեն դեպքում ամերիկյան կողմը ձեռքը պահում է, այսպես ասած, զարկերակին եւ այն պնդումները, թե ԱՄՆ-ի գլուխը խառն է, հիմա ԱՄՆ-ի համար կարևորագույն խնդիր է Իրանը եւ ԱՄՆ-ն այստեղ չունի հետաքրքրությունները Հայաստանի եւ իր հարևանների հետ հարաբերությունների առումով, այդքան էլ օբյեկտիվ չեն եւ տեղին չեն, մեղմ ասած օբյեկտիվ չեն։
Կարգին Զախարյան ջան, շնորհակալ եմ ձեզ, որովհետև դուք իմ փոխարեն հարցին պատասխանեցիք ըստ էության։ Թոմ Բարակը հրաշալի հայտարարություն է արել, բայց առանց Թոմ Բարակի այդ ամեն ինչը պարզ էր։ Կարող էր չարձանագրել, բարձրաձայնել իրողությունները մնում են իրողություններ։ Միանշանակ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլուխը որքան էլ խառը լինի, Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք չի դադարի իր շահերը պաշտպանել։ Իսկ այն, որ այստեղ Տրամփի բարգավաճման խաղաղության ուղի կառուցելը բխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ լուծում է բազում հարցեր նաեւ ինքը իր համար, սա միանշանակ է։ Ուստի Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ երկրի կամ որևէ երկրի հետ խառը իրավիճակ ունենալով, որևէ երկրի դեմ պատերազմ սկսելով, ավարտելով կամ չգիտեմ ինչ անելով չի մոռանալու իր մյուս քայլերը անել անհրաժեշտ պահին եւ անհրաժեշտ տեղում։ Սա միանշանակ է, ուստի որքան էլ այստեղ պնդեն, որ տրիպը չի իրականանալու, տրիպը ընդհանրապես Ամերիկայի դե Տրամփն էլ մի բան ասեց գնաց։ Հա, բացառվում է։ Կարծեմ ես ձեզ այդ հարցազրույցում ես պատմել եմ, որ տրիպի ծրագիրը կար դեռ 1999 թվականին։ Նույն ծրագիրը, նույն խնդիրներով, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումով, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումով, հաղորդակցողիների բացումով, նույն ծրագիրը։ Ենթատեքստում հասկանալ նաև ինչ որ առումով ճնշում, որ արագացնեն գործընթացները, որ գործնական քայլերը ավելի արագ կատարվեն։ Այս կարծում եմ այստեղ ճնշման խնդիր չի, այստեղ խնդիրը նաև այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները զուգահեռաբար գործում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ, այլև բնականաբար Թուրքիայի իշխանությունների վրա։ Այո, դա ճնշում գործադրվում է Թուրքիայի վրա այդ ճնշումը, որովհետև միանշանակ է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններով պայմանավորել հայ-թուրքական հարաբերությունները մեղմ ասած նոնսենս է քաղաքականության տեսակետից։ Առավել եւս, որ ինքը Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հայտարարում, որ Թուրքիայի տնտեսական շահերից բխում է Հայաստանի Հանրապետության հետ սահմանի բացումը։ Դե այդ շահերից բխում է, բա ով է եկել այդ սահմանը փակել, եթե ոչ Անկարան։ Հարց է, չէ՞։ Իսկ միգուցե ձևական հայտարարություններ են Տիկին Ադամյան, եթե ամեն դեպքում ցանկություն լիներ, շատ ավելի արագ տեղի կունենար այն։ Ես կարծում եմ, որ այստեղ Թուրքիան իր հարաբերությունները Հայաստանի հետ այնուամենայնիվ պայմանավորում է։ Գիտեք, Տրամփից առաջ շատ ավելի մեծ առևտրական կար քաղաքականության մեջ, շատ ավելի շատ գործարքներ կողմնակից ու գործարքներ կնքող կար։ Պարզապես Տրամփը եկավ ու այդ ամեն ինչը անվանեց այնպես ինչպես կա։ Իսկ մինչև այդ գործողությունները անում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց ասում էր ոչ, սա քաղաքականություն է, ոչ, սա շատ մեծ քաղաքականություն է, սա Թուրքիայի շահերի պաշտպանություն է եւ այլն։ Իրականում այստեղ կա երկու ենթատեքստ։ Նախ առաջինը Ադրբեջանը բավականաչափ ներդրումներ է անում, Ադրբեջանը բավականաչափ էներգագիրներ է տրամադրում Թուրքիային, որպեսզի Թուրքիան այսպես միանգամից Ադրբեջանի հետ գնա ոչ Ադրբեջանը հաջող հայլեր անելու առանց հետևանքներ ունենալու։ Սա տնտեսական հարթությունն է, բայց կա նաև քաղաքական հարթություն։ Այ քաղաքական հարթությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտուրն է։ Պարզ է, որ Էրդողանը փորձելու է հնարավորինս շատ դիվիդենդներ ստանալ հայ-թուրքական սահմանը բացելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նույն խնդիրը նա դնելու է նաև Եվրամիության առաջ, որովհետև Եվրամիությունը եւս գերշահագրգիռ է այս սահմանի բացմամբ։ Ուղիղ Եվրոպա ենք մտնում, չէ՞։ Ուղիղ Եվրոպա ենք մտնում։ Լոգիստիկա է փոխվում, աշխարհում փոխվում են, ինչ ասեմ, առևտրատնտեսական կապերի տրամաբանությունն է փոխվում, շատ ավելի շահեկան, շատ ավելի արագ, շատ ավելի էժանի տարբերակով։ Բնականաբար այստեղ Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպայի հետ առևտուր ունի եւ փորձում է հնարավորինս փոկել։ Իհարկե Ադրբեջանում նաեւ այս ամեն ինչը շատ պայմանավորում են հունիսի 7-ի ընտրություններով։ Ես ճիշտն ասած վերջերս իսկապես սկսել եմ շատ ադրբեջանական մամուլին հետևել եւ ինձ համար արձանագրել եմ, որ Ադրբեջանում բազում խնդիրներ են դնում կապված հունիսի 7-ի ընտրությունների հետ։ Սցենարներ են քննարկում, այո։ Բոլոր տեսակի սցենարներն են քննարկում։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, պահպանեց իշխանությունը, ինչ է լինելու։ Նիկոլ Փաշինյանը չեկավ իշխանության, Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, ինչ է լինելու։
հետընտրական զարգացումներ եղան, ինչ է լինելու, ոնց են փոխվելու խաղաղության համաձայնագրի հետ կապված այդ զարգացումները։ Նիկոլ Փաշինյանը եկավ խաղաղության համաձայնագիրը կկնքվի, մյուս ուժերը եկան, վերանայում են, մյուս ուժերը եկան, տրիփ չի լինելու, մյուս ուժերը եկան, Ռուսաստանը վերադառնում է Հայաստան, որ Ռուսաստանը վերադարձավ Հայաստան, բա Ադրբեջանը ինչ պիտի անի։ Այսինքն մարդիկ դրած շատ լուրջ, իսկապես շատ մտահոգ այս ամեն ինչը քննարկում են, գիտեք, Խոստովանեմ իհարկե, սա գուցե վայել խոստովանություն չի, բայց խոստովանեմ, որ սկզբում ես այդ բոլոր հաղորդումները նայում էի շատ կանխակալ, հետո փորձեցի հասկանալ իրենց, ու հասկացա, որ չէ, իրենք նույնքան մտահոգություններ ունեն, որքան մտահոգություններ ունենք մենք։ Դա իրենց երկիրն է, իրենք իրենց շահերն են պաշտպանում, սա մեր երկիրն է, մենք մեր շահերն ենք պաշտպանում։ Եվ այստեղ տրամաբանական է, որ հունիսի 7-ի ընտրությունները իսկապես, ես դա բազմիցս ասել եմ, իրեք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները սոսկ հայկական ընտրություններ չեն, ամբողջ տարածաշրջանի վրա ազդող ընտրություններ են եւ ոչ միայն տարածաշրջանի։ Այս ընտրությունները նաեւ աշխարհակաղակական նշանակություն ունեն, որովհետեւ չափազանց շատ բևեռացում կա այս ընտրությունների վրա, որովհետեւ ակնհայտ է, դե անցյալ տարվանից ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձելու է այստեղ ընտրությունների միջոցով հեղաշրջում անել։ Եվ այդ պարագայում բացարձակապես այլ հարավային Կովկասում բացարձակապես այլ ուժերի դասավորություն կարող է ստացվել։ Իսկ դա դեմ է թե Թուրքիային, թե Ադրբեջանին, թե Վրաստանին, որքան էլ զարմանալի է, եթե դիտենք ոչ թե Վրաստանի իշխանության, այլ Վրաստանի ազգային շահերի տեսակետից, թե Իրանին։ Սա միանշանակ է արդեն։ Շնորհակալ եմ այս հատվածի համար Տիկին Ադամյան մեր եթերում գովազդ է, գովազդից հետո կվերադառնանք եւ կշարունակենք մեր։ Սիրով։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այս սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818
8132252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Նոյան տապանի հրատապ հարցեր հաղորդաշարի շրջանակներում հիշեցնեմ, որ զրուցում եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Տիկին Ադամյան, վերադառնալով Հայաստանում նախատեսված եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, սա մի իրադարձություն է, սա մի միջոցառում է, որի շրջանակներում սպասվում է Եվրոպական 27 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև գործընկեր այլ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների այց Հայաստան, ինչպես է գնահատում այսպիսի միջոցառման անցկացումը, բացի այն, որ միջազգային մամուլը այդ օրերին խոսելու է մեր մասին, իդեպ առանձնահատուկ մեզ համար կարևորություն ունի նաև Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, սա ինչ է տալիս Հայաստանին եւ արդյոք սրանից կարող են անհանգստանալ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան։ Եթե չանհանգստանա, լավ խանդել։ Հավելեք Հայաստան Եվրամիություն, Խորհրդաժողովը առաջին եւ իսկապես որ նշեցիք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստանի Հանրապետություն։ Գիտեք, ես շատ սիրով ու երկար կխոսեի ձեզ այդ խորհրդաժողովի մասին, եթե դուք հարցի վերջում չասեիք կան հանգստանան, թե չեն անհանգստանա SS երկրները։ Այս այն իսկապես զայրացնում է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը լինելով ինքնիշխան պետություն, պետք է վարի եւ վարելու է այն քաղաքականությունը, որ բխում է իր շահերից։ Ոչ թե հարևան երկրների զայրանալ, չզայրանալու, հեռու երկրների զայրանալ, չզայրանալու շահերից։ Զայրանում են, թող զայրանան մինչեւ դարավերջ։ Անհանգստանում են, թող անհանգստանան մինչեւ դարավերջ։ Սա մեր պետությունն է, ու վերջ։ Այսքանով փակենք հարևան երկրների հետ, այսպես հարևան եւ ոչ այնքան հարևան երկրների հետ հարցը։ Ինչ է կատարվելու այդ օրերին Երևանում, մայիսի 4-ին 5-ին Երևանում։ Գիտեք, 50 եւ ավելի երկրների, նաեւ Կանադայի վարչապետն է գալիս Հայաստան, արդեն արձանագրել են իրենց ներկայությունը Երևանում։ Դա ես չեմ հիշում Հայաստանի Հանրապետության անկախության առաջին իսկ օրից մինչեւ այսօր որևէ նման հավաք Հայաստանի Հանրապետությունում բնականաբար այդ օրերին քննարկվելու են թե Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, թե դիմակայունությանը, թե բնականաբար տնտեսության զարգացմանը վերաբերող խնդիրներ։ Ես չեմ կարծում, որ մենք այդ խորհրդաժողովի ժամանակ ինչ որ կորուստ ենք ունենալու։ Այսա վերաբերում է ձեր հակառակ։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունը գոնե այդ 2-3 օրը մոռանա իր այդ հավասարակշիռը պատմական, իր այդ տարածաշրջանայնացումը պատմական, որի մեջ փորձում է խցկել երկիրը, գոնե այդ 2-3 օրը մոռանա այդ հանգամանքը, հաշվի առնելով, որ նման իրադարձություններ ամեն օր չեն լինում, Հայաստանի Հանրապետության համար այդ օրերին կարող են իսկապես շատ կարևոր խնդիրներ լուծվել։ Բայց այստեղ կա երկու հարթություն։ Շատ հնարավոր է այդ բոլոր երկրների ներկայացուցիչները կգան, փառահեղ լուսանկարներ կանեն, փառահեղ ճառեր կարտասանեն, փառահեղ խոստումներ կլինեն ու կգնան։ Եթե մենք իբրև պետություն տեր ու հանձնառու չլինենք այդ ամեն ինչը զարգացնելուն։
Այստեղ է Հայաստանի Հանրապետության դերը։ Եթե այդ բոլոր առաջարկներին մենք պատասխանենք, դե մենք կմոտենանք այնքան, ինչքան դուք թույլ տաք, Հայաստանը դեպի Եվրոպա գնում է այնքան, ինչքան Եվրոպան հրավիրում է, Եվրոպան հրավիրել է, Եվրոպան ինքն է գալիս Հայաստան, այդ թվում նաև ՆԱՏՕ-ն է գալիս Հայաստան, եկեք սա էլ արձանագրենք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է գալիս Հայաստան, սա էլ արձանագրենք, գալը ուրիշ ո՞նց է լինում։ Սա նաև դարակազմիկ պատասխանն է բոլոր, չգիտեմ, համարյա թե 24 թվականից առ այսօր հնչող հարցերի, իսկ Եվրոպան սպասում է մեզ, Եվրոպան սպասում է մեզ, Եվրոպան ընդունում է մեզ, Եվրոպան մեզ հետ է, հարց, իսկ մենք Եվրոպայի հետ ենք։ Ես կարծում եմ, որ այդ հարցերին պիտի պատասխանի գլխավորապես Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Հանրապետություն կուսակցությունը գտնում է, որ նման հարց ընդհանրապես գոյության իրավունք չունի։ Գոյության իրավունք չունի նման հարց։ Եվ դա ամենակարևորն է։ Ինչ վերաբերում է Մակրոնի այցին։ Ես կարծում եմ արդեն քանիցս այդ մասին խոսվել է, որ այդ օրերին կնքվելու է Հայաստան-Ֆրանսիա ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիր, որտեղ բազում իհարկե համաձայնագրի կետերը առ այսօր բնականաբար բացահայտված չեն, գուցե նաև այնպիսի կետեր լինեն, որոնց մասին մենք ընդհանրապես տեղեկություն չունենանք, բայց ես խորապես ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը նման համաձայնագրի կնքման է գնում մնալով ՀԱՊԿ-ի անդամ, որովհետև քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը սառել մնացել է ՀԱՊԿ-ում, ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր անգամ Հայաստանի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունեցող Ֆրանսիան մեզ հետ ռազմաքաղաքական այնպիսի համաձայնագիր չի կարող կնքել, որին մենք խորապես արժանի ենք։ Իմ հարցի վերջին մասը ձեզ զայրացրեց, մասնավորապես թե ինչ վերաբերմունք սպասել Ռուսաստանից կամ չգիտեմ Թուրքիա-Ադրբեջանից, բայց հենց այս մասով էլ է իմ հարցը շոշափում ձեր ասածը։ Արդյոք Ռուսաստանից կաշկանդվածությամբ չէ պայմանավորված Հայաստանի իշխանությունների այս չգիտեմ ինչ բնորոշում տամ, վախվորած, զգուշավոր, իրենք զգուշավոր են անվանում, բայց շատ վերլուծաբաներ, փորձագետներ ասում են վախվորած քաղաքականությունը։ Ես կարծում եմ նաև ձեր այդ հարցին պատասխանեցի, որովհետև Հայաստանի Հանրապետության ազգային շահերից իշխանությանը լինել ավելի համարձակ։ Ստիպելու պետք է սպասենք հունիսի 7-ից հետո, եթե վերընտրվեն շատ կարճ ժամանակ է մնացել, ընդամենը մինչև հունիսի 7-ը։ Այդ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում Հանրապետություն կուսակցությունը մենք շեմ հաղթահարելու խնդիր չունենք, վստահ եղեք, բայց եթե Հանրապետություն կուսակցությունը այնքան մանդատ ունենա, որ կարողանա ազդել միանշանակ 50+1 հավաքող ԿՊ-ի վարած քաղաքականության վրա, ես ձեր բոլոր հարցերին ընդամենը մեկ ամիս հետո այնքան փառահեղ պատասխաններ կարող եմ տալ, արդեն իշխանության մաս լինելով, որովհետև մինչև հիմա Հանրապետություն կուսակցության տնտեսական, պաշտպանական, ժողովրդագրական, պարենային անվտանգության, ընդհանրապես բոլոր ինչ ասեմ, Հայաստանի Հանրապետության կենսական օրակարգում գտնվող բոլոր հարցերին վերաբերող մենք արել ենք բազում առաջարկներ, բայց դրանք առաջարկել կմնան, եթե մենք չլինենք խորհրդարանում։ Իսկ դրանք կդառնան արդեն գործողություն, կդառնան քայլ, կդառնան կենսամակարդակի բարձրացում, կդառնան աշխատավարձի բարձրացում, ամեն ինչ կդառնան, եթե մենք կարողանանք լծակ ունենալ։ Հարցը հենց դա է։ Եվ բնականաբար Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ևս որոշակի փոփոխությունների պետք է ենթարկվի։ Սա որը մեկի համար նորություն չի, իշխանությունն ասում է դիվերսիֆիկացիա, բայց գիտեք այդ դիվերսիֆիկացիա, բալանսավորում, տարածաշրջանայնացում, չգիտեմ ինչ, որ նույնիսկ դժվար է արտաբերել։ Դե ֆակտո, ինչ ունենք մենք։ Դե ֆակտո, ինչ ունենք մենք այդ ամեն ինչի արդյունքում։ Եկեք հստակ նայենք իրականությանը ու պատասխանենք այդ հարցին։ Բայց ինչեր կարող էինք ունենալ։ Այ ինչեր կարող էինք ունենալ։ Շնորհակալ եմ։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։